մի քանի մի բան եմ ուզում խոսեմ, հետո ուզում եմ գործելու մասին խոսեմ, Սուրբ Հոգու զորությամբ գործելու, ընդհանրապես գործելու մասին։ Նախ ուզում եմ ասեմ, որ ոչ եկեղեցին, ոչ հովիվը իրանք չպիտի լինեն քաղաքականացված։ Երեք իմ սոցիալական ցանցերում գրել եմ այդ մասին, սրանք շատ կարևոր են։ Եկեղեցու ժողովուրդը, եկեղեցու անդամները կարան քաղաքականությամբ զբաղվեն, մենք տեսնում ենք շատ քաղաքական գործիչներ, շատ։ Դանիելը, Դավիթը որպես թագավոր, Հովսեփը որպես վարչապետ, բայց եկեղեցին կամ եկեղեցու հովիվը չպիտի լինեն քաղաքականացված, չպիտի քաղաքական հայտարարություններ անեն կամ նուրբ ձևով ցույց տան, որ իրանք կողմնակից են մեկին, այն մեկին դեմ են։ Սա աստվածաշնչյան չի, ու մեր եկեղեցին քաղաքականացված չի, շուտով ընտրություններն է, ու եթե ուզում ես իմանաս ում ընտրես, ում ուզում ես իրան էլ ընտրի։ Ընտրեք նրան, ում Սուրբ Հոգին կասի, որ ընտրեք, ընտրեք նրան, ով բարեպաշտ է, ընտրեք նրան, ում ներսով զգում եք, ու կարևոր է, որ նաև մենք նուրբ ակնարկներ չանենք։ Այս վերջերս նայում եմ շատ ծառայողներ, հովներ նուրբ ինչ-որ ակնարկներ են անում, հա, ասենց ում են դեմ, ում են կողմ, տգեղա, մենք դրա մեջ չկանք։ Մանավանդ Եղեգնաձորում շատ են, երբ որ ընտրություններն են լինում, ընտրություններից առաջ հերթով գալիս են կլինի գանք ձեր եկեղեցի, ովքեր պիտի ընտրվեն, ասում եմ, հա, ընտրությունները վերջանա, համեցեք, մեր դռները բաց են, ընտրություններից չէ։ Դրա համար խնդրում եմ ուշադիր եղեք, սիրելիներ, մանավանդ սիրելի ծառայողներ, ուշադիր եղեք։ Մեր կենտրոնացումը Քրիստոսի վրա է, բայց միևնույն ժամանակ մենք երկրի վրա ենք, որպես երկրի քաղաքացի, որպես հավատացյալներ գնում ենք, ընտրում ենք ու բավականին ակտիվ ենք այս ամեն ինչի մեջ։ Շատ լավ։ Գիտեք, այսօր մի խոսք կա սրտումս ու չեմ ուզում շատ երկար խոսեմ, ուզում եմ կարճ խոսեմ, հետո միասին աղոթենք, ուզում ենք այսօր ծառայողներով աղոթել ու հետո բոլորով իրար համար աղոթենք, ոնց որ չաղոթած ոչ ոք դուրս չգա, որպեսզի Սուրբ Հոգով լցվենք բոլորս։ Մենք շատ խոսացինք, թե ով ենք մենք, հա, եկեղեցում շատ խոսացինք Աստծո շնորհքից, հերով մերով ենք արի Աստծո շնորհքը, լավ հասկացել ենք, շատ խոսացինք ով ենք մենք Քրիստոսում, հա, մենք հասկացանք, որ մենք որդի ենք, մենք արդար ենք, սուրբ ենք, մենք եւ Աստծո շնորհքը հասկացանք, եւ մեր դիրքը հասկացանք, եւ մեր տեղը հասկացանք, եւ մեր իշխանությունը, չէ՞։ Մենք հասկացանք ինչ իշխանություն է Աստված մեզ տվել։ Այս ամենը հասկացանք, բայց ես հավատում եմ, ես մտածում եմ, որ հիմա ժամանակն է գործելու այս ամենի մեջ, որտեվ մի բան է, երբ որ դու հասկանում ես ով ես դու, ես հասկացել եմ Աստծո շնորհքը, ու ոչինչ չես անում, կամ քո արածը չի համապատասխանում Աստծո շնորհքին։ Ես հասկացել եմ ով եմ ես Քրիստոսում, շատ լավ է որ հասկացել եմ։ Հիմա ժամանակն է, որպեսզի գործես համապատասխան նրա թե ով ես դու Քրիստոսում։ Սրանք կարևոր փաստեր են, սրանք կարևոր բաներ են։ Ու ես հավատում եմ, որ հիմա ժամանակն է գործելու։ Պարզ բան Տերը ասում է, երբ որ կգա Սուրբ Հոգին, դուք զորությամբ կլցվեք ու ին վկանեք Երուսաղեմից մինչև աշխարհի ծայրերը։ Սա ինքնանպատակ չի։ Տերը չի ասում, երբ որ կգա Սուրբ Հոգին, դուք զորությամբ կլցվեք ու կհասկանաք, որ դուք զորությամբ լցված եք ու իրար հետ կկիսվեք այդ զորությունով ու կուրախանաք այդ զորությունով։ Ու վերջ։ Այսինքն ոչ մի բան ինքնանպատակ չի արքայության մեջ։ Երբ որ Սուրբ Հոգին գալիս է ու լցնում է մեզ զորությամբ, այս զորությունը պիտի ինչ-որ միտեղ արձակվի։ Ես ու դու պիտի գործենք համապատասխան Սուրբ Հոգու զորությամբ։ Երբ որ Սուրբ Հոգին եկավ ու առաքյալները լցվեցին Սուրբ Հոգով,
Իրանք սկսեցին գործել, առաջին բանը լեզուներով աղոթքը, պարգևները, երկրորդ բանը ավետարանը քարոզելը, երրորդ բանը մարդիկ փրկվեցին ու ջրով մկրտվեցին, ու հետո սա շարունակական եղավ։ Եկեղեցի մենք կրանք շատ բաներ իմանանք ու հարմար նստենք մեր տեղերում, ու մենք կրանք քիչ բան իմանանք, բայց գործենք այդ քիչ բանին համապատասխան։ Ես հավատում եմ, որ երբ որ ես ու դու իրար հետ սկսենք գործել, Աստծո շնորհքը իմ ու քո կյանքում անպտուղ չի լինի։ Շնորհքը լինում է պտղաբեր ոչ թե այն ժամանակ, երբ որ դու հասկանում ես իրան, այլ երբ որ դու գործածում ես իրան։ Ես այսօր ընտրել եմ մի խոսք, որտեղ որ Պողոս առաքյալը խոսում է, թե ինչպես կարա Աստծո շնորհքը քո կյանքում լինի անպտուղ։ Երբ որ սա միայն այս մակարդակում է, երբ որ դու ոչ թե ունես հայտնություններ, այլ ինֆորմացիա, երբ որ դու գալիս ես լսում ես, իմանում ես ևս մի բան, հասկանում ես ևս մի բան, եւ դա չես կիրառում քո կյանքում, քո լսածը, քո Աստծո շնորհքը, քո իմացածը քո համար դառնում է անպտուղ, անպիտան։ Ընդամենը ևս մի բան իմացանք մեր մասին, ընդամենը ևս մի բան իմացանք Քրիստոսի մասին, ևս մի նոր հայտնություն, գիտես ովքեր էին այդպես, հույները։ Երբ որ Պողոս առաքյալը գրում է Թեսաղոնիկի քարոզելու, այնտեղ մի հատ արձան է լինում, որը գրած անծանոթ Աստծուն։ Ու Ղուկասը որպես գործ առաքելուց եղինակ ասում է, այս հույները հետաքրքիր մարդ են։ Ամեն օր նստում իր հետ խոսում են, ինչ մի նոր բան կիմանան։ Ու ինչ որ մեկը մի նոր բան էր ասում, բոլորը, այս ինչ լավ նոր բան է։ Ու միգուցե դու գալիս ես Աստծուն ևս մի նոր բան լսելու, ու գալիս ես մի հատ նոր հայտնություն ես լսում, ոչ ոք չէր ասել այդ մասին, Վարդան եղբայրը, այս ինչ նոր բան ասեց։ Ու ինչ։ Մենք իմացանք ևս մի նոր բան, 726, գնում ես տուն, պլյուս ես դնում 727, 728, ու սա ոչինչ չի տա ինձ ու քեզ։ Այսօր իմ ուղերձն է, որպեսզի գործենք Սուրբ Հոգու զորությամբ, սիրելիներս։ Ժամանակն է, որպեսզի ես ու դու կիրառենք այն, ինչ որ Տերը մեզ սովորացրել է։ Գործենք համապատասխան նրան, ինչ որ գիտենք։ Ու մի հոգի կամերաների հետևում նստած, ցածր, մի քիչ էլ այդքան էլ չհավատալով։ Ամեն։ Որտև մոտիկ է, էլի գոնե ասի։ Ու եկեղեցին լուռա, որտև մենք չենք խոսում մեծամեծ բաների մասին, մենք խոսում ենք հասարակ բաների մասին։ Այսօր ես աղոթում եմ, որ դու երկինքը երկիր բերես, եւ որ մենք խոսում ենք, Տեր, ես ուզում եմ երկինքը երկիր բերեմ, բոլոր եկեղեցին ամեն դղրդում է։ Երբ որ ասում ես գնա հարևանիդ քարոզի, չէ, ես ուզում եմ երկինքը, ես ուզում եմ բոնկեի պես։ Բա քո հարևանն է։ Մենք երկինքն է, գնա երկինքը բեր հարևանիդ մեջ։ Ոնց, պարզ, իրան ասա, որ Հիսուսը սիրում է իրան։ Մենք եկել ենք միտեղ, որ շատ բան գիտենք, այսօր եկեղեցին, այնպիսի հայտնություններ, ինչպիսին այսօր ունի եկեղեցին, երբեք ոչ մի դարում չի եղել տենց բան։ Այն հայտնությունները այսօր, որ ունի Քրիստոսի մարմինը, ոչ մի ժամանակում չի եղես։ Բայց եկեղեցին հայտնություններով լցված, բայց ցավոք սրտի դարձել է անգործ մարմին։ Ու այսօր իմ ուղերձը ոչ թե կողքինի մասին է, այլ քո մասին է։ Ես այսօր ուզում եմ քեզ ասեմ, ժամանակն է, որ սկսես գործել։ Մի փոքր բան գիտես, տուր մարդկանց։ Ժամանակն է, որ սկսես գործել։ Ես մի բան ասեմ, միգուցե չհամաձայնվեք, սիրելիներ, բայց մի մերժեք, պահեք ձեր մտքում։ Անգործությունը արքայության համար քեզ տանելու է, որպեսզի դու գործես թշնամու համար։ Երբ որ դադարում ես ավետարանը քարոզել, որը որ ինչ որ մեկին բարի լուր ասելն է,
Վաղ թե ուշ սկսելու ես այն մեկին չար լուր ասել, ինչ որ մեկից։ Ավետարանը սա բարի լուր ասելն է ինչ որ մեկին։ Դու գնում ես ու իրան ասում ես, որ քո համար փրկություն կա։ Երբ որ դադարում ես արքայության մեջ գործել, գալու է ժամանակ, որ գնալու ես ինչ որ մեկին, այն մյուսից չար լուր բերես։ Հասկանու՞մ ինչ եմ ասում։ Դադարես ավետարան քարոզել, սկսելու ես բամբասել։ Դադարես ձեռքերդ դնել հիվանդների վրա բժշկվել, մեկ էլ տեսնելու ես, հոպ, ինչ որ մեղքեր կյանքումդ։ Ժամանակն է, որ գործենք համապատասխան արքայության, ավետարանին ու կտեսնես ոնց է Տերը մաքրում քո կյանքը։ Ժամանակն է, որ թեորիայից գանք պրակտիկայի։ Որ այն ինչ որ գիտես, վերածվի գործողության։ Այս նույն նախադասությունը 7 կողմից ասեցի, հույսով եմ դու ընդունեցիր։ Միլենի դեմքի ծերում է, 8-րդ կողմից էլ եմ ասելու։ Գիտեք, ով գիտի հաջողված քարոզը որն է։ Հաջողված քարոզը նա է, որ քո քարոզից հետո մի նախադասություն մարդիկ իրանց հետ տանում են։ Ու այդ չեն մռանում։ Ու այդ մի նախադասությունը դու կարիք ունես քո քարոզի մեջ մի քանի անգամ կրկնես։ Որովհետև կանցնի մի տարի, ոչ կհիշեն ինչ է իր հաքը, ոչ կհիշեն քարոզի թեման, բայց այդ մի նախադասությունը պետքա որ դաջվի մարդկանց ներսում, ու այդ է փոխելու ձեր կյանքը։ Ու այսօրվա այս նախադասությունը էսա, սկսեք գործել։ Սկսեք գործել, փոքրից սկսեք։ Մենք հաճախ մեզ խաբում ենք, մենք մեծ բաներ ենք դնում մեր առաջ։ Սկսեք գործել։ Ես երեք տանը մենակ էի, սեմնել էր տանը, բայց ինքը հեռուստացույց էր նայում։ Երեք մեզ շնորհք էին արել, Միլենենք քեֆի էին ագայի հետ ու ես առանցնացել էի ու մտածում եմ, Տեր, լավ, եւ մտածում էի, մի փոքր պատրաստում էի խոսքի մասին ու նաեւ ինձ էին նայում, իմ ներսում, ինչն է պակասել, ինչն է քչացել, ինչը կա, որ պիտի սկսեմ, ինչ կրակ կա, որ պիտի սկսեմ վառել այդ կրակը։ Միգուցե քո մոտ այդպես չի, բայց ես հասկացա, որ ես այն փոխհարաբերությունը, որ ունեի Սուրբ Հոգու հետ, հիմա չունեմ։ Հիմա ես եկել եմ միտեղ, որ ավելի շատ փոխհարաբերություն ունեմ մարդկանց հետ, ավելի շատ փոխհարաբերություն ունեմ հեռախոսի հետ, ու քչացել է Սուրբ Հոգու հետ փոխհարաբերությունը։ Երեք ես ապաշխարել եմ, ասել եմ, Տեր ների ինձ, ես ուզում եմ վերականգնեմ իմ փոխհարաբերությունը քո հետ, որտեղ բոլոր զորությունը, բոլոր օծությունը, բոլոր հրաշքները, սրանց հիմքը Սուրբ Հոգու հետ փոխհարաբերությունն է։ Ու ինչ օգուտ, որ ես օրական 3 հոգու հետ հանդիպեմ, առավոտյան 10-ին Վարդանի հետ, ցերեկը Միլենի հետ, երեկոյան Սրբուհու հետ, ու դա լինի անօգուտ, որովհետև ես այդ օրը Սուրբ Հոգու հետ չեմ հանդիպել։ Հասկանում եք ինձ, իմ ասածը։ Մենք կարանք շատ անօգուտ հանդիպումներ ունենանք, որովհետև ճիշտ տեղից չենք բռնում։ Ու առաջի գործողությունը, առաջի քայլը, որ ես ուզում եմ, որ ես ու դու անենք, ու այսօր մենք կաղոթենք սրա համար, վերականգնիր քո փոխհարաբերությունը Սուրբ Հոգու հետ։ Վերականգնիր այն քաղցր փոխհարաբերությունը Տիրոջ հետ, որը ունեցել ես, իսկ եթե չես ունեցել, սկսի։ Չկա ավելի թանկ բան, քան իր այդ փոխհարաբերությունը։ Այս վերջերս Միլենը սաղ իր սոցիալական ցանցերը ջնջել է։ Ոնց որ կամած ինձ էլ է վարակում, ինքը բան չի ասում, բայց վարակում է, որ նայում եմ իրան, հասկանում եմ, որ մի օր վարակվելու եմ։ Մենք ինչքան ժամանակ ենք անցկացնում այդ ամեն ինչի մեջ, ու ինչքան ժամանակ ենք անցկացնում Սուրբ Հոգու հետ, երբ որ նա գազորություն կառնենք ու իր վկաները կլինենք։ Վկան, Վարդան եղբայրը լավ ասեց, վկան նա է, ով տեսել է, բայց վկան նաև նա է, ով ապրում է։
Իմ կյանքն է վկա, որ Քրիստոս արություն առել։ Իմ կյանքն է, իմ վարքն է վկա, իմ բառերն են վկա, որ Սուրբ Հոգին իմ մեջ է։ Ամեն։ Եկեք մի խոսք կարդանք։ Այս խոսքը Սրբույն է կարդած, խոսքերը Վարդանն է կարդած։ Եկեք մի խոսք կարդանք, որ ոչ Սրբույն կարդած, ոչ Վարդանն է։ Երկրորդ Կորինթացից 6:1։ Երկրորդ Կորինթացից 6:1 մի քանի խոսք կկարդանք իրար հետ։ Մենք գործակիցներ լինելով աղաչում ենք, որ դուք Աստծո շնորհքը զուր տեղ ընդունած չլինեք, որովհետև ասում է. Աղաչում եմ, Պողոսը ասում է, որ դու Աստծո շնորհքը զուր տեղ ընդունած չլինես։ Փաստորեն, կարամ ես Աստծո շնորհքը ընդունած լինեմ զուր տեղը։ Կամ արդյոք Աստծո շնորհքը ընդհանրապես չի հասկացել, օրենքով ապրում։ Վարդան այսօր կարդաց տեղը։ Օրենքը եկավ 3000 հոգի մահացան, շնորհքը եկավ 3000 հոգի փրկվեց։ Օրենքը սպանեց 3000 հոգու, Սուրբ Հոգին ծնեց 3000 հոգու։ Այն մեկին մեկ էր, 3000 ընդեղ մահացավ, 3000 ստեղ ծնվեց, այդ ուղակի թվեր չեն, սրանք մեկին մեկ Աստված փրկեց։ Սիրելիներ, փաստորեն ես կարամ շնորհքը հասկացած չլինեմ, դեռ ապրեմ հին ուխտի պայմաններով, ես կարամ շնորհքը հասկացած լինեմ, բայց զուր տեղը ընդունած լինեմ։ Իմ շնորհքը, որ հասկացել եմ ստեղով ու լսում եմ բազմազան շնորհքի քարոզիչների, սա միայն ստեղ է, ու իմ համար զուր է, որտև իմ կյանքը չի փոխվում։ Նա ով լսում Աստծո շնորհք, ու սա չի դառնում գործողություն սրբության մեջ, գործողություն արքայության մեջ պիտանի լինելու, գործողություն ավետարանը քարոզելու մեջ, գործողություն ես հետ ինձ համեմատած ավելի լավը լինելու մեջ, այդպիսի մարդը Աստծո շնորհքը զուր տեղն է ընդունել։ Ինչ ենք անում։ Ոչ թե նստում ենք փիսիկը նստած մի մութանկյուն ասում ենք վայ տուներներս քանդվավ, այսօր ապաշխարում ենք ու սկսում ենք գործել։ Գնում ենք ավելի առաջ, քան երեք էր, քան այսօր էր։ Ամեն։ Ու սկսում ենք գործել համապատասխան այն շնորհքի, որ Տերը տվել է մեզ։ Ընդունելի ժամանակը, տեսեք, ասում եմ, որտեվ ասում եմ ընդունելի ժամանակը քեզ լսեցի եւ փրկության օրը քեզ օգնեցի։ Ահա հիմա է ընդունելի ժամանակը, ահա հիմա է փրկության օրը։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այդ գործելու օրը մենք ասում ենք վաղն է։ Աստծո խոսքը ասում է հիմա է։ Հենց հիմա չի ասում այսօր, ասում է հիմա է ընդունելու ժամանակը, ընդունելու։ Ով գիտի վաղվա դևին, ամենավտանգավոր դևերից մեկն է։ Ով է լսել վաղվա դևի մասին, լսել եք, ով չի լսել ուզում եմ ձեզ ծանոթացնեմ, որ հանգարց չթողեք ձեզ խաբի։ 3 դև կա վտանգավոր եկեղեցու, մեկը կրոնն է, մեկը աղքատությունը, մեկը վաղվա դևը։ 3-ն էլ շատ վտանգավոր են։ Որտև 3-ն էլ քողարկված են։ Մեկը գալի ասում է քեզ հարստություն պետք չէ, աշխարհ կգնաս, հավատում են, մեկը գալի գցում է կրոնի մեջ սահմանափակում ասում, ասում է գործ չունես, տենց բաներ մի արա, բան, հոգով տենց բաներ մի արա, քառակուսի, իսկ վաղվա դևը, երբ որ ուզում ես աղոթես, ասում է, գալի ասում է, անպայման, պիտի աղոթես, աղոթելը շատ կարևոր է, ոգևորում ես, ասում է, բայց վաղը։ Հետո ուզում ես կարդաս, գալիս ասում անպայման, առանց կարդալ կյանքը չես կարա դասավորես, անպայման պիտի կարդաս, բայց վաղը։ Ինքը խափում է, գցում է վաղը, ու վաղը նույնն է ասում։ Ով է տեսեն խանութները, որ գրած է այսօր նաղդ վաղը նիսյա։ Ամեն օր դու գնում ես, այդ օրը նաղդ է, վաղը նիսյա, ու վաղը չի գալիս։ Այդպես էլ է դևն է աշխատում։
Ասում է, ինչ ուզում ես արա, ուզում ես ավետարանը քարոզես, հարց չկա, վաղը շատ լավ օր է արևոտ։ Ու դու խափնվում ես։ Բայց Աստծո խոսքը ասում է, չէ, տենց չի։ Աստծո խոսքը ասում է, այսօր է օրը, հիմա է օրը։ Հիմա է ժամանակը։ Հիմա է ժամանակը, որ դու որոշում կայացնես գործելու։ Հիմա է ժամանակը, որ դու որոշում կայացնես փոխվելու։ Հիմա է ժամանակը, որ այն ինչ որ քեզ խանգարում է, որ դու կարողանաս այսենց բաց ձեռքերով ասես, երկինք ես քեզ եմ ներկայացնում երկրի վրա, որ դու շպրտես մի կողմ։ Հասկանում եք, ոմանց համար դժվար է, երկինք ես քեզ եմ ներկայացնում։ Ու մի հատ հրեշտա գալիս ասում, այդ ախայն տարակ մի արա, լուրջ։ Բայց ինչքան հեշտ է, այն ինչ որ քեզ խանգարում է, մի կողմ դնես, ուղղակի մի կողմ դնես։ Ինչքան կարևոր է կենտրոնանալ արքայության վրա, ինչքան է թշնամին մեզ ապա կենտրոնացրել։ Էլ ոնց կլինի, մեկը քո աչքի վերևը ասել է ունք կա ու վերջ։ Էլ ոնց կլինի, համաձայնվել ես այդ դևի հետ, որ ասում է, աղոթել ես ուզում վաղը։ Ոչինչ չէ, որ քարոզեմ։ Էս էլ է շնորհք։ Էսի անձի շնորհք չի, էսի իսկական շնորհքն է։ Սա այն է, երբ որ դու հասկանում ես, որ շնորհքը քո կյանքում անպտուղ է եղել։ Ու հասկանում ես, որ պիտի գործես համապատասխան Աստծո շնորհքի։ Ամեն։ Ոչ մի բանով որևէ առիթ մի տվեք, որ ծառայությունը արատավորվի, այլ ամեն ինչում ինքներդ ձեզ ներկայացրեք, որպես Աստծո սպասավորներ։ Հավանաբար ավելի առաջ չենք կարող գնալ։ Գեղամ ջան, խնդրում եմ արի։ Ոչ մի բանում, սիրելի եկեղեցի, ոչ մի բանում, սիրելիս, ոչ մի բանում, սա Տերը քեզ է ասում, ոչ մի բանում որևէ առիթ մի տուր, որ ծառայությունը արատավորվի, այլ ամեն ինչում ինքդ քեզ ներկայացրու որպես Աստծո սպասավոր։ Ահա թե ինչն է շնորհքը պտղաբերանում քո կյանքում։ Ու եթե հանկարծ դու հայտնվել ես միտեղ, որտեղ ծառայությունը քո արատավորվել է, որտեղ քո կյանքի կոչումը, որտեղ քո կյանքի առաքելությունը միտեղ դրած, դու հայտնվել ես միտեղ, որ քեզ սազական չի։ Եթե դու հայտնվել ես միտեղ, որտեղ որ ծառայությունը երկրորդ պլան է անցել, այսօր ժամանակն է, որ կանգնես ոտքի, ասես ես քեզ եմ պատկանում, Աստծո շնորհքը ինձ վերականգնում է, Տերը քեզ տվել է իր շնորհքը, ոչ թե որ դու հարմարվես խնդիրների հետ, այլ որ դու ազատվես խնդիրներից։ Տերը տվել է քեզ իր շնորհքը, ոչ թե որ դու արդարացնես մեղքը, այլ որ դու ապրես ազատ։ Ամեն ինչում ինքդ քեզ ներկայացրու որպես Աստծո սպասավոր։ Աստված քեզ նայում է որպես սպասավոր։ Աստված երբ որ նայում է քեզ, ասում է, դու կասես, բայց եկեղեցում չեմ ծառա։ Ու ուրեմն դու Աստծո սպասավորը չես, բայց բեմի այս կողմում չեմ, այն կողմում եմ։ Ու իմ տղեն իմ տան սպասավորն է, իմ աղջիկը իմ տան սպասավորն է, ես իմ տան սպասավորն եմ։ Սա մարդ ով գործում է, ծառայում է, ինչ որ մի բան անում է արքայության համար։ Երբ որ Աստված նայում է քեզ, ինքը քեզ տեսնում է որպես իր սպասավոր։ Այսօր մենք ունենք Էջմիածնից սպասավոր, Արևշատից սպասավոր, Վեդիից, Չիմանից, Թառնան սպասավորներ։ Երևանից, Արեշից, Արտաշատից,
տարբեր տեղերից ունենք սպասավորներ, բայց ամբողջ հարցը գիտեք ինչումն է, որ դու քեզ այդպես չես տեսնում։ Դու արդեն քեզ ասոցացրել ես այն քո հին բնույթի հետ, ու դու հարմարվել ես թույլ չտալով, որ Աստծո շնորհքը քո կյանքում պատղաբեր լինի, որ Աստծո շնորհքը քո կյանքում զուր չլինի, այլ գործի։ Ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին եկել է Պենտեկոստեի օրը, ինքը բերել Աստծո շնորհքի լիությունը մեզ, պարգևները, ազատությունը, զորությունը գործելու ոչ թե անգործության, մենք չունենք անգործության զորություն, մենք չունենք դիվանագիտության զորություն, ես ինձ էլ եմ ասում, որտև մեկ ես էլ եմ շատ նստում այդ դիվանի, Տերը մեզ բերել է գործելու զորություն, դու կասես ուր է զորությունը, երբ ձեռքերդ դրեցիր, բա ուր է զորությունը, երբ հաղորդեցիր, բա ինչի մարդիկ չեն փրկվում, երբ քարոզեցիր ավետարան չփրկվեցին, երբ ես վերջի անգամ ինչ-որ մեկին ասել, որ Հիսուսը քեզ սիրում է, երեք հյուր էր մեր մոտ, Արևշատում երկուսով ենք ծառայում, հետաքրքիր մի հատ բան ասեց ես մեր եղբայրը Ռոմանը, ասեց Հիսուսը իր հարևանին հետը տարավ երկինք, ես մի խաչի կողքի ես մի հարևանին չկարեցավ, բայց են մեկին հետը տարավ, կաս թամամ հովի ջան հլը, թամամ մեկը լնի, ինձ խփի թևի տակ տանի երկինք, ով է քո հարևանին քարոզելու ավետարան, դու, եթե դու ինչ-որ մի գյուղում ես, այդ գյուղը պիտի իմանա քո մասին, որ դու հավատացյալ ես ու Աստծունն ես, եթե դու ինչ-որ շենքում ես, այդ շենքը պիտի իմանա քո մասին, քո հարևանները քո կարիքը ունեն, այնքան կարևոր է բարի անունը, այնքան կարևոր է, որ դու գործես արքայության համար, թույլ չտաս, ինչ-որ մեղք, ինչ-որ խնդիր, ինչ-որ մտածելակերպ, քեզ խանգարի դրա համար, դրա համար այսօր մենք աղոթելու ենք բոլորի համար, թողեք են ինչ-որ ձեզ խանգարում է ավետարանը քարոզել, թողեք, հանեք ձեր սրտից, ձեր ձեռքից, այսօր դու ստեղից պիտի գնաս ազատ, այսօր դու ստեղից պիտի գնաս այն որոշումով, Տեր ես գնում եմ գործելու քո համար, ես գնում եմ քարոզելու ավետարանը, այս խոսքը վերցրա տար ինչ-որ մեկին տուր, Սուրբ Հոգու զորությունը վերցրա տար ինչ-որ մեկին տուր, այն գիտելիքը, որ դու ունես, շատերը չունեն, բայց երբ որ դու անգործության մեջ ես, ոչինչ չի փոխվում։ Պատաններ, եկեք առաջ նստեք, ես ձեր եկեղեցին էլա նույնպես, հեն կողքի սենյակը մենակ ձերը չէ, ես էլա ձերը։ Եկեք մի երգ վերցնենք։ Ուզում եմ կենտրոնանաս, նստած տեղը, դուղակի խոնարի գլուխդ, թույլ դուր Սուրբ Հոգին խոսա քո հետ, թույլ դուր Սուրբ Հոգին խոսա այն ամեն ինչի մասին, ինչը որ այսօր պիտի թողես, միգուցե դու մտածում ես սա հերթական օր է, էլի մեղքիս կպան, դա քոնը չի, թույլ չտաս սատանան քեզ խաբի, այսօր թողելու ես տեղ, սխալ մտածելակերպը թողելու ես տեղ, զոհի դերը թողելու ես տեղ, վիրավորանք թողելու ես տեղ, չներում թողելու ես տեղ, բա ինչ եմ հետս տանելու, գործելու որոշումը, քարոզելու որոշումը, ավետարանելու որոշումը, ծառայելու որոշումը, եթե դու ուզում ես ծառայես,
Դաժե ես չեմ կարա քեզ չթողեմ, որ դու ծառայես։ Հասկանում եք։ Ով կարա չթողի Աստծո ծառայողին, որ ծառա։ Ուզում է ծառայի, հա, գնում է հարևանն է իր ծառա։ Չնայած ես այդ մարդը չեմ, ես հակառակ օգնելու եմ, որ դու ծառայես։ Ուզում եք ծառայեք։ Գնացեք ծառայեք։ Այս աշխարհը ձեր կարիքը ունի, ձեր հարևանները, բարեկամները, ձեր գործի տեղը։ Դուք ասես ես ուզում եմ գամ ստեղից ծառայեմ, ընդեղից սկսի, ստեղից կվերջացնես։ Ամեն։ Ուզում եմ լսես Աստծուն։ Լսի Աստծուն, թե ինքը ինչ է ուզում, որ դու թողես։ Ու մենք միասին վերջում կաղոթենք իրար հետ։ Տեր Հիսուս, մենք ուզում ենք քո օրինակը, Տեր։ Մենք ուզում ենք ինչպես դու արեցիր, մենք էլ այդպես անենք, Տեր։ Մենք ուզում ենք սովորենք քեզանից, Տեր։ Հովհաննես 13:3 Նայեք ինչ արեց Տերը ու ինչ ենք անում մենք։ Հիսուսը գիտեր, որ Հայրը ամեն ինչ իր ձեռքն է հանձնել եւ որ ինքը Աստծուց էր եկել ու Աստծու մոտ էր գնում։ Նա ընթրիքի սեղանից վեր կացավ, զգեստը հանեց, մի սրբիչ վերցրեց, մեջքին կապեց, ապա կոնքի մեջ ջուր լցրեց եւ սկսեց աշակերտների ոտքերը լվանալ ու մեջքի սրբիչով սրբել։ Հիսուսը իմացավ, որ Հայրը ամեն ինչ իրան է տվել։ Ինքը իմացավ իր իշխանությունը լրիվ։ Ինքը իմացավ, որտեղից է եկել ու ուր է գնում։ Ինքը ամեն բան հասկացավ։ Ատիկի տոնից առաջ լրիվ բացվեց ամեն բան։ Երբ որ ինքը հասկացավ ինքը ով է, ինքը սրբիչ կապեց ու սկսեց ծառայել։ Երբ որ դու հասկանում ես դու ով ես, քո գործը է սա ծառայել մարդկանց։ Քո գործը է սա գործել, ավետարանը քարոզել։ Ավետարանի քարոզչությունը նույնպես ծառայությունն է, ու ամենամեծ, ամենահզոր հրաշքը սա է, երբ որ մարդը փրկվում է։ Մենք լավ հասկացել ենք մենք ով ենք։ Մենք լավ հասկացել ենք որտեղից ենք եկել ու ուր ենք գնում, բայց մեր սրբիչը չգիտես ուր է։ Հիմա ժամանակն է վերցնենք սրբիչ ու ծառայենք։ Ժամանակն է քարոզել ավետարանը, ժամանակն է իրար սիրել, իրար ծառայել եկեղեցի, իրար օգնել, իրար բարձրացնել։ Ժամանակն է տալ ավետարան այն մարդկանց, ովքեր դրա կարիք ունեն։ Ուզում ես։ Եկեք հաղորդենք իրար հետ։ Սիրելի ծառայողներ, հետո, այս աղոթքից հետո խնդրում եմ մտեք շարքերով, մենք շարունակենք երկրպագել Տիրոջը, բայց կխնդրեմ թիմը մտեք շարքերով ու բոլորի համար աղոթեք։ Ամեն, այս անգամ դուք գնացեք, միշտ իրանք են եկել, այս անգամ դուք գնացեք։ Կանգնեք ոտքի իրար հետ աղոթք անենք, սիրելիներ։ Ու վերջում ովքեր որ ավարտել են, չմոռանաք, շուտ չգնաք։ Ավարտականներ կգաք, մենք ձեզ էլ ենք օրհնելու։ Տեր Հիսուս, մենք քո առաջ ենք։ Մենք ուզում ենք քո օրինակը, Տեր։ Մենք լավ հասկացել ենք ով ենք մենք քո մեջ, Տեր։ Մենք հասկացել ենք որտեղից ենք եկել ու ուր ենք գնում, Տեր Հիսուս։ Բայց մենք մոռացել ենք սրբիչն ու ջուրը, Տեր։ Մենք մոռացել ենք իրար ոտքեր լվանալը, Տեր։ Մենք մոռացել ենք ավետարան քարոզելը, մարդկանց բարի լուր տալը, Տեր։ Մենք ուզում ենք, որ դու վերականգնես սա քո եկեղեցում, Տեր։ Մենք ոչ միայն ուզում ենք հասկանալ, թե ով ենք մենք, այլ մենք ուզում ենք գործել համապատասխան սրա։ Ես աղոթում եմ ամեն մեկի համար, ձեռքդ բարձրացրու։ Ես աղոթում եմ ամեն մեկի համար, Տեր։ Ամեն մեկի ով լսում է on-line ով այստեղ է, Տեր։ Հիսուսի զորավոր անունով, Տեր, որ ամեն մեկի կյանքում ծնվի որոշում գործելու, ավետարան քարոզելու, ծառայելու, որ ոչ ոք քո տան մեջ, մեր հետևորդների մեջ չլինի անպտուղ, Հիսուսի փառավոր անունով, գործելու զորություն, շնորհքը դրսևորելու զորություն, Պենտեկոստեն
գործի մեջ դնելու զորություն, Հիսուսի փառավոր անունով Տեր, դու եկար ու զորացրեցի, որ մենք քո վկաները լինենք Տեր, քո վկան լինելու իշխանություն ու զորություն, ամեն մեկի վրա, թող ընդունի ամեն մեկը Հիսուսի փառավոր անունով, ողջ եկեղեցին ասեց, ամեն։